Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացում օրերս ինչ պարզեցումներ են կատարվել։ Հարգելի քաղաքացի, ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը վերջին օրենսդրական փոփոխություններով էապես պարզեցվել է։ Եթե դուք 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարատու եք եւ ձեր եկամուտները բաղկացած են բացառապես այնպիսի եկամուտներից, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը առկա է հարկային մարմնի տեղեկատվական բազայում, օրինակ ՀՀ գործատուից ստացված ձեր աշխատավարձից, ապա հարկային մարմինը ինքնաշխատ կերպով կնախալարացնի ձեր հայտարարագիրը։ Եվ եթե մինչև հայտարարագրի ներկայացման համար սահմանված վերջնաժամկետը չներկայացնեք այն, ապա վերջնաժամկետի ավարտից հետո այն կհամարվի ավտոմատ ներկայացված։ Սակայն կարևոր է իմանալ, որ եթե ցանկանում եք օգտվել կրթության եւ առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունից, ապա պետք է մուտք գործեք հայտարարագրման համակարգ եւ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնեք ձեր նախալրացված հայտարարագիրը։ Միաժամանակ հիշեք, որ եթե ունեք այնպիսի եկամուտներ, որոնք տեսանելի չեն ՊԵԿ-ին, ապա մինչև հայտարարագրման վերջնաժամկետը պետք է մուտք գործեք հայտարարագրման համակարգ եւ լրացնեք ձեր հայտարարագիրը։